Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր հոգևոր ժողովուրդը ուրիշ բան են փնտրում, աշխարհիկ ժողովուրդը ուրիշ բան են փնտրում։ Ինչ կամ ում ես փնտրում։ Առաջի թագավորացի մեջ 21-րդ գլխում ներկայացված է, որ Դավիթը փախավ Սավուղի երեսից եւ գնաց Նոբ Աքիմելեք քահանայի մոտ եւ ինչ էր ուզում քահանայից։ Սոված ենք, մի բան ունես ուտելու։ Քահանան գիտեր ով է Դավիթը, քահանան ճանաչում էր Դավիթին, քահանան շատ լավ գիտեր, որ Դավիթը մեծ հաղթություն է ունեցել Գողիաթի հարցում։ Քահանան ինչ ասեց նրան. Սովորական կամ հասարակ հաց չունենք, միայն սուրբ հաց է։ Իհարկե հացը վերցրեց Դավիթը, կերավ, տվեց այն երիտասարդներին, որ իրանց հետ էին, հացը ուտելուց հետո երկրորդ հարցը տվեց։ Այստեղ ձեռքիդ տակ սուր, նիզակ, ինչ որ բան ունես։ Հետաքրքիր է, քահանան պատասխանեց. Ահա փրշտացի Գողիաթի սուրը, որ նրան Էլիայի հովտում մերցրիր, այստեղ է։ Ուզում եմ քո ուշադրությունը նորից հրավիրել այն բանի վրա, որ քահանան չասավ, ես քեզ նոր սուր կտամ։ Ասավ այն սուրը, որ մի ժամանակ քո համար հաղթություն ա եղել, այդ սուրը իմ մոտ է, տաճարում է։ Գիտես, Դավիթը գիտեր որտեղ էր գնացել։ Դավիթը գիտեր հացի ժամանակ ում դիմեր։ Դավիթը գիտեր, որ մտներ քահանայի մոտ տաճարում, ընտեղ իրան ինչ որ բան կտան ուտելու։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սուրբ բաները միշտ տաճարում են լինում։ Այսօր ամբողջ աշխարհը փնտրում է ինչ որ բաներ։ Չգիտեմ, արդարություն է փնտրում, սրբություն է փնտրում, բայց սուրբ բաները Տիրոջ ներկայության մեջ է լինում։ Եթե դու ուզում ես սուրբ բան ունենալ, իմացի, տաճարում կգտնես այդ սուրբ բանը։ Եթե դու ուզում ես սուր ունենալ, այն սուրը, որ մի ժամանակ քո համար հաղթություն ա եղել, այդ սուրը տաճարում է։ Աստված օրհնի այն քահանաներին, այն ծառայողներին, որ մինչև հիմա քո սուրը, քո անցած ճանապարհը պահել են։ Ու երբ որ դու գալիս ես, ինչ որ բան ես ուզում, իրանք քեզ նոր բան չեն տալիս։ Տալիս են այն, ինչը որ դու ունեցել ես։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ ասեմ քեզ, որ իմ ուրախությունը Տիրոջ տան մեջ է։ Իմ պակասությունները լրանում են Տիրոջ տան մեջ։ Իմ հաղթությունը Տիրոջ տան մեջ է։ Ես Տիրոջ տան մեջ տաճարում կգտնեմ այն, ինչի կարիքը որ ունեմ, այն ինչ որ փնտրում եմ։ Այսօր ամբողջ աշխարհը փնտրտուքների մեջ է։ Փնտրում են, բայց երբեմն այդպես էլ չեն հասնում իրանց փնտրտուքներին ու երբեմն չեն էլ իմանում ինչ են փնտրում։ Ծննդոց 37:15-ում Հովսեփ պատանին իր եղբայրներին էր փնտրում։ Իմ եղբայրներին եմ փնտրում։ Չգիտեմ, երբ որ նրանց գտնեմ, նրանք ոնց կվարվեն իմ հետ։ Չգիտեմ, երբ որ նրանց գտնեմ, նրանք ինչ կանեն իմ հետ, բայց ես փնտրում եմ նրանց, բայց ես ուզում եմ իմ եղբայրներին տեսնեմ, բայց ես նրանց համար հաց ու ջուր եմ բերել։ Գիտես, երբեմն մենք փնտրում ենք մեր ընտանիքի անդամներին։ Փնտրում ես, գիտես, ֆիզիկապես երբեմն նրանք մեր կողքին են, բայց մենք փնտրում ենք նրանց։ Ես տարիներ շարունակ կանգնած փառաբանության խմբում, երբ որ հավաքույթը սկսվում էր, շարքերի մեջ փնտրում էի, մեկին էի փնտրում։ Ու ամեն անգամ, երբ որ հավաքույթը սկսվում էր, հավատացեք, մեծ փափագով, եռանդով սպասում էի, երբ դուռը բացվելու ու իմ հայրը ներս մտնի։ Ֆիզիկապես նա իմ հետ էր, ամեն օր տան մեջ իրար հետ ապրում էինք, բայց ես նրան Տիրոջ տան մեջ էի փնտրում։ Գիտես, սիրելի եկեղեցի, շատ լավ է, որ դու ֆիզիկապես քո ընտանիքի անդամների հետ ես, բայց ինչքան մեծ ուրախություն կլինի, որ դու մի օր տեսնես, դուռը բացվեց ու ներս մտավ քո տղան, քո աղջիկը, քո հարսը, չգիտեմ, ում կցանկանաս տեսնել, բայց երանի թե ամեն մեկս այդ ուրախությունը ապրենք ու մի օր տեսնենք մեր ընտանիքի անդամներին ընդեղ, որտեղ փնտրում ենք իրանց։
Աստված օրհնի քեզ։ Առաջի թագավորաց 13-14-ում ասում է Սամվելը Սավուղին ասավ. Տերը իր համար, իր սրտի համեմատ մարդ է փնտրում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք որ գնացել էինք գյուղ, մի քիչ սկսեցինք զբաղվել մեղվապահությամբ, անասնապահությամբ, հետաքրքիր է, ինչքան էլ տարածքը աղտոտված է, բայց մեղուները միևնույն է, ծաղիկ են փնտրում։ Ինչքան էլ տարածքը աղտոտված է, մեղուները ծաղիկ են փնտրում, բայց ճանճերը փնտրում են հոտած բաներ։ Կապ չունի, ճանճերին չի հետաքրքրում այդ վայրում, այդ տարածքում ծաղիկներ կան թե չկան։ Ճանճերը միշտ փնտրում են հոտած բաներ։ Հիսուս Քրիստոս, բոլորդ կարդացել եք, բոլորդ գիտեք, հարյուրապետը, որ մոտեցավ Հիսուսին ու ասավ, խնդրում եմ, իմ ծառային բժշկիր, ասում է, ես Իսրայելի մեջ այսպես հավատք չգտա, փնտրում էր, հավատք էր փնտրում, ասում է Իսրայելի ժողովրդի մեջ այսպիսի հավատք չգտա, Մովսեսը բարձրանում էր սարերը, ինչի համար փնտրելու Տիրոջ երեսը, Աստծո ժողովուրդ, եկեղեցին մի տեղ է, որտեղ մեղավորը գալիս է փրկվելու, եկեղեցին մի տեղ է, որտեղ մեղավորը գալիս է ապաշխարելու, հավատացեք, ես մի օր ասեցի մեր եկեղեցու մեջ, մեղավորը աշխարհում իրան լավ ազգում, բայց մեղավորը եկեղեցում չի կարա իրան լավ զգա, եթե մեղավորը եկեղեցու մեջ էլ իրան լավ կզգա, հավատացեք եկեղեցին կնմանվի աշխարհին, մեղավորը եկեղեցու մեջ պետք է զգա, որպես իրան փոխվող մարդ, որ ապաշխարի, փոխվի ու Տիրոջը դառնա։ Ես երբեք մեղքը չեմ խրախուսում, ոչ էլ Տերն է խրախուսում մեղքը, ոչ էլ Հիսուս Քրիստոսը մեղքը խրախուսեց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, դատավորացի մեջ ասում է 6-րդ գլխում առաջի խոսքում ասում է Իսրայելի ժողովուրդը քահանաների մեջ ապաստարան, քարանձավների մեջ ապաստարան էր փորել թաքնվելու համար թշնամիներից, ինչի համար հանցանք կար, ինչի համար խնդիր կար, պրոբլեմ կար, հանցանքի համար պետք չէր թաքնվել, հանցանքի համար պետք չէր քարանձավների մեջ մտնել, հանցանքի համար պետք էր փնտրել Տիրոջ երեսը, հանցանքի համար պետք չի հովից փախնել, հանցանքի համար պետք չի պատասխանատուից գլուխը թեքել։ Հավատացեք, երբ որ ինչ որ ժամանակ հանցանքի կամ մեղքի մեջ եմ հայտնվում, ամաչում եմ կանգնեմ Տիրոջ առաջ ու կանգնելուց էլ գլուխս կախ եմ կանգնում, ասում եմ Տերների ինձ, ես քո կարիքն ունեմ, ես ուզում եմ փոխվեմ, ես ուզում եմ ապաշխարեմ, ես ուզում եմ շտկվեմ։ Շատերը կորցրեցին իրենց փնտրելու ժամանակը, շատերը կորցրեցին, ժամանակ կար, որ կարային փնտրեին ու Տիրոջը գտնեին, մեղքերի թողություն գտնեին, բայց շատերը կորցրեցին այդ ժամանակը։ Թագավորացի մեջ 15-25 խոսքերում ասում է, եւ մի օր Սավուղի նման ասում ես հետ դարձիր, ինձ հետ երկրպագություն անենք Տիրոջը, բայց Սամվելի պատասխանը ես քեզ հետ չեմ դառնա, որովհետև դու մերժեցիր իմ Տիրոջը, ես քեզ հետ չեմ դառնա, քանի որ դու մերժեցիր իմ Տիրոջը, դու մերժեցիր իմ Տիրոջ խոսքը, դու մերժեցիր իմ հորը, մերժեցիր այն ամենակարևորը, որ հենց այդ ժամանակ քեզ հնարավորություն ունեիր փրկվելու ու ճանաչելու Տիրոջը։ Գիտես, երբեմն չկորցնելու պատճառը դու չես, երբեմն քեզ շնորհք արվավ, քեզ իրավունք արվավ, ինչ որ մարդկանց պատճառով դու օրհնվեցիր, հետաքրքիր է, Առաջի թագավորաց 25-14-ում լավ ներկայացրած է Նաբաղի ծառայի վկայությունը, որ ասում է Դավիթը մեզանից ոչ մի բան չգողացավ, չկորավ, քանի որ մեր շրջապատում Դավիթը ապրում էր, քանի որ Դավիթը մեր շրջապատում էր, մենք ոչ մի բան չկորցրեցինք։ Գիտես, Աստված օրհնի են հավատարիմ մարդկանց, որ քո կողքերը կան։ Իրանց պատճառով դու չես կորցնում ինչ որ բաներ, իրանց հավատարմության պատճառով Աստված քեզ ողորմություն է անում։ Ու ես ամեն անգամ ասում եմ, Տեր, շնորհակալ եմ այն ծառայողների համար,
որ նրանք մեր առջևից քայլում են, որ նրանք մեր առջևից գնում են, որ մենք կարողանում ենք նրանց հետևից իրանց հետքերով քայլել, որ մեր համար օրինակ են։ Շնորհակալություն Տիրոջը, շնորհակալություն Տիրոջը։ Մենք քեզ ենք փնտրում, Տեր, քո հրամաններն ենք փնտրում։ Աստծո ժողովուրդ, մեր օրերում շատերը կարծում են, հաց ունեն, ամեն բան ունեն, ամեն բանով ապահովված են, ու էլ ոչ մի բանի կարիք չունեն, բայց Հիսուս Քրիստոս մի լավ հայտարարություն արավ. մարդ ոչ միայն կապրի հացով։ Գիտես, ապրելու պայմանը հացը չի, ապրելու պայմանը Աստծո խոսքն է, Աստծո ժողովուրդ։ Ապրելու պայմանը Աստծո խոսքն է։ Երբ որ ես շինարարական աշխատանքների մեջ եմ լինում, մի շատ մեծահարուստ մարդ կա, մեր ընդհանուր այդ շինարարական կազմակերպության տնօրենն է, շատ հարուստ է, շատ այնքան հարուստ է, նույնիսկ սեփական կղզիներ ունեն, մի խոսքով, մի օր ինքը ժողով էր արել ու ինձ կանչել էր այդ ժողովին։ Ես շատ փոքր մարդ, ես մտածում էի, դե առաջինը մտածում ես վատ բաներ, այդտեղ տենց պատշկամբ կար, այդ պատշկամբում հյուրասիրություն էր կազմակերպել։ Ինքը եկավ, սենց մտավ իմ թևը ու ինձ քաշեց մի կողմ, ասավ լսի քեզ ինչ եմ ասում։ Այն ինչ որ ունես, աշխատի չկորցնես, պինդ պահի այն ինչ որ ունես։ Ես անկեղծ ասած չհասկացա ու շարունակեց, ասավ ես կորցրեցի իմ կյանքում ամենաթանկը, բայց էլ չեմ կարում գտնեմ։ Ինչքան փնտրում եմ, չեմ կարում գտնեմ, դու հանկարծ չկորցնես։ Ու գնաց, ես ընկել էի մտածմունքների մեջ, ինչա կորցրե ինքը, որ ես պետք է չկորցնեմ։ Մի քիչ համարձակություն ձեռք բերեցի, մոտեցա իրան ու ասեցի, խնդրում եմ էլի, կասես ինձ, ինչ ես կորցրե, որ ինձ էլ ասում ես դու չկորցնես։ Ասավ ես իմ մոր հետ հաճախում էի հավաքույթների։ Ես գնում էի ու ես գտել էի Աստծուն։ Ես գնում էի, ասավ Չարենցավան, Ֆրունզենց եկեղեցի։ Ասավ բայց իմ շրջապատը հարստությունը պատճառ եղավ, որ ես կորցրեցի ամենակարևորը ու ամենաթանկը, դու հանկարծ չկորցնես։ Ու էդի ասում եմ մի մարդ, որ ունի մի ամբողջ, չգիտեմ, կարա Հայաստանը առնի նորից ծախա, ու ինքը եկել այս փոքր մարդին, ասում է դու չկորցնես այն ամենակարևորը։ Սիրելի եկեղեցի, երբեմն մենք չենք հասկանում մենք ում ունենք մեր կյանքում։ Երբեմն մենք չգիտենք ում ունենք մեր կյանքում։ Հիսուս Քրիստոս ամենակարևորն է քո կյանքում, որ դու ունես, դրանից կարևոր բան չկա։ Լսում ես, ամենակարևորը, որ ես ունեմ, իմ Տերն է իմ կյանքում։ Ու ես ասի Տեր, շնորհակալ եմ քեզանից, որ մարդիկ հասկանում են, որ դու մեր մեջ ամենաթանկն ես, որ դու մեր մեջ ամենակարևորն ես։ Շատ շատերը փնտրում են, սիրելի եկեղեցի, բայց հնարավորություն չունեն գտնելու, բայց այն ինչ որ դու գտել ես ամուր պահի քո ունեցածը, ամուր պահի այն ում որ դու գտել ես, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի անգամ մեր եկեղեցու քույրերից մեկը խռովել էր եկեղեցուց ու ամեն անգամ խնդիրներ, պրոբլեմներ չէր գալիս հավաքույթների, ով որ իր հետ խոսում էր ինքը բոլորին մերժում էր, չեմ ուզում ոչ մեկիդ լսեմ, չեմ ուզում ոչ մեկի տերեսը տեսնեմ, հավաքույթի ժամանակ ասի Տեր ջան, խնդրում եմ քեզ, կհասկանան այն մարդիկ ինձ, ովքեր որ պատասխանատու են մարդկանց, քանի որ երբ որ եկեղեցու անդամներից ինչ որ մեկը ընկնում է կամ ինչ որ մեկը կորում է, դու քեզ կորցնում ես որպես եկեղեցու պատասխանատու կամ այդ ժողովրդի պատասխանատու, ու ես ամեն անգամ այն աղոթքը անում եմ, ասում եմ Տեր, այն աղոթքը որ դու արեցիր, այն մարդկանց որ ինձ տվեցիր, խնդրում եմ պահի նրանցից, որ ոչ մեկ չկորի, ու ես աղոթում էի, գիտես կապ չունի ով ինչի համար աղոթում, բայց քո ուշու միտքը այդ մարդն է, Տեր ջան, խնդրում եմ քեզ, մի ելք տուր, մի հնար տուր, չգիտեմ մի ճանապարհ հարթի, ու գիտեք, Աստված հետաքրքիր մի խոսք բարձրացրեց իմ ներսում, ասավ գնա իրան ասա, Տերն էր եկել ու քեզ էր հարցնում։
Ես մեր տանից դուրս եկա, ինքը արագ քայլում էր, ասի բարև քուրս, ինքը չեր ուզում բարևեր, ասի մի րոպե մի բան եմ ուզում քեզ ասեմ ու գնա, ասավ ինչ ես ասում, ասի հավաքույթի ժամանակ Տերն էր եկել ու քեզ էր հարցնում, ինքը չոքավ հենց տեղ սկսեց լացել, ասավ Տերն եկել էր ու ինձ էր հարցնում, ասի այո, Տերն եկել էր ու քեզ էր հարցնում, այսօր Տերը գալիս է ամեն օր ու քեզ է հարցնում, որտեղ ես դու, ինչ ես փնտրում, ում ես փնտրում, Տեր, մենք երբեմն չենք էլ հասկանում, չենք էլ գիտակցում, Տերը եկել էր ու քեզ էր հարցնում, ես գոռում էի, ասում էի Տեր, նիուժելի դու ամեն մի անհատի համար այսքան մեծ Աստված ես, դու գալիս ես ամեն մեկի վրա ուշադրություն դարձնելու, դու գալիս ես ամեն մեկին հարցնելու Տեր, ով ես դու Տեր, ինչքան մեծ ես դու Տեր, ինչ մեծ է քո սերը, չգիտեմ բառեր չկան արտահայտելու, ես ես վերջին օրերում մտածում էի Տեր, դու քայլում էիր ջրի վրայով, շատ անգամներ լսել ենք ալիքներ Պետրոսին ասավ դուրս արի նավակից, ասում էի Տեր, այդ ծովը ոնց էր կարում քո այդ մեծ հզորությունը տանել, այդ ծովը չէր կարա դիմանար այդ ներկայությանը, դրա համար ալեկոծվում էր, այդ ծովը չէր կարա տաներ այդ մեծությունը, Աստծո մեծությունը, Աստված քայլում է ծովի վրայով, ոնց հնարավոր է, այդ ծովի մեջ եղող կենդանիներն էին շփոթված, այդ ծովի ալիքները խփում էին իրար, ով է քայլում այս ջրերի վրայով, որ այս ջրերը խառնվում են, ասում է հրեշտակը երբ որ իջնում էր ջրերը խառնում էր, մի անդամալույց փնտրում էր, սպասում էր ջրերի խառնվելուն, ես փնտրում եմ քո երեսը Տեր իմ կյանքի բոլոր օրերում, փնտրում եմ քո երեսը ու քեզ եմ ուզում իմ կյանքի մեջ, երբ որ մենք Արտանիշում սկսեցինք զբաղվել անասնապահությամբ, որպեսզի կարենանք հայթայթենք մեր ապրելու միջոցը, սիրելի եկեղեցի Աստված օրհնեց, մի օր ես մտա մեր գոմ, մի լավ երինջ կար, ասեցի Տեր ջան, այս երինջը քոնն է, խնդրում եմ պահի այս երինջը, անցավ մի քանի օր, մեկ էլ տեսնեմ, այն մնացած կովերը, մեկը հիվանդանում է, մեկը ոտն է ջարդվում, բացի այդ մի երինջից, սատկում են, Տեր ջան, այս ինչ է կատարվում, այս ինչ ալնում, գնացի տուն, անկեղծ ասած, տիրոջ հետ, Տեր ջան, ինչն է պատճառը, խնդրում եմ քեզ, ասա, գիտեք ինչ պատասխան ստացա, ասավ, ես իմն եմ պահում, դու էլ քոնը պահի, ասի Տեր կներես ինձ, սրանից հետո ամբողջն է քոնը, ինչ որ ունեմ քեզ է պատկանում, Տեր, քանի որ եսի վիճակի չեմ պահելու, ոչ մի բան, ամբողջը, ես և իմ տունը ու են ինչ որ տվել ես, ես ոչ մի բան էլ չունեի ինչ որ տվել ես, դու ես տվել ու այդ ամենը քեզ է պատկանում մեր Աստված, այդ ամբողջը քոնն է Տեր, այդ ամբողջի հեղինակը դու ես, այդ ամենի իրավունքը քոնն է Տեր ու դրանից հետո երբեք չեմ սկսել Տիրոջ հետ առևտուր անել, ինչ որ ունեմ քոնն է Տեր, դու ես ամեն ինչի Տերը, դու ես ամեն ինչի Աստվածը, դու ես, շնորհակալ ենք Տիրոջից քո համար, Աստված օրհնի քեզ, շնորհակալ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա քո առջև կանգնելու, շնորհակալ եմ Արտավազ եղբորը, բոլոր ծառայողներին, շնորհակալ եմ իմ հորքուրին, իր ամուսնուն, իր ընտանիքին, Աստծո ժողովուրդ, ոնց որ Դավիթն էր ասում, ոչ մենք էինք մի ազնվական ընտանիքից, ոչ էլ իմ հոր տունը, բայց Աստված մեզ իրավունք արավ, Աստված մեզ շնորհք արավ իր առջև կանգնելու։ Ու ես ասում եմ Տեր, շնորհակալ եմ քեզանից այն ինչ որ արել ես, մենք փնտրում էինք քեզ, ճիշտ է ոչ մի բան չունեինք, բայց քեզ փնտրում էինք ու դու մեզ հայտնվեցիր, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք Տիրոջից, եկեք իրար հետ կանգնենք ոտքի։ Ամեն անգամ Տերը գալիս է,
կապելու քո վերքերը։ Ամեն անգամ Տերը գալիս է, այդքան էլ հեշտ չի Տիրոջը ծառայություն անել, Աստծո ժողովուրդ։ Մի օր ես հասկացա, այն ինչ որ անես Տիրոջ համար Աստված քեզ երբեք պարտք չի մնա։ Լսում ես, այն ինչ որ կանես Տիրոջ համար, ուզում եմ իմանաս, Աստված քեզ պարտք չի մնա։ Պարտք չի մնա Աստված։ Կրկնապատիկ, եռապատիկ, հարյուրապատիկ քեզ կհատուցի այն ինչ որ կանես Տիրոջ համար։ Հավատացեք մեր շրջապատը, մեր ընտանիքները, մեր բարեկամները, մեր հարազատները ունեն քո կարիքը։ Շատերը փնտրում են, բայց Դավթի նման դու էլ նրանց ոտքերը ուղղիր։ Ասա, եթե հաց ես փնտրում, եթե ուզում ես կշտանաս, մի տեղ կա, մի վայր կա, որ ընդեղ սուրբ բաներ կա։ Դու կգաս ընդեղ ու քո բաժինը կառնես Տիրոջից։ Ու հաստատ իմացի, որ դու բաժին ունես ստեղ, քանի որ Տերը եկել էր ու քեզ էր հարցնում։ Շնորհակալ եմ քեզանից, Հայր։ Օրհնում եմ քո անունը, իմ ամենակարող Աստված։ Ահա մեր հայացքը, մեր ձեռքերը քեզ ենք ուղղում եւ ասում ենք, մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, որ դու ողորմություն եւ իրավունք արեցիր մեզ քո առջև կանգնելու։ Տեր, ես կորած էի, բայց դու իմ կողքով անցար եւ ձեռքդ մեկնեցիր ինձ։ Ես ընկած էի, Տեր, դու իմ կողքով անցար ու ասեցիր, մի վախեցիր, նորից կկանգնես, նորից կարող ես քայլել, նորից կարող ես հայացքդ վեր բարձրացնել։ Ինչ մեծ ես դու մեր Աստված։ Ահա քո ժողովուրդը, Տեր, որի ապավենը դու ես։ Ահա քո ժողովուրդը, Տեր, որի սպասումները քեզանից են։ Մենք քեզ ենք փնտրում, Տեր։ Մենք քո սրբությունն ենք փնտրում, Տեր։ Ինչպես Դավիթն էր աղաղակում եւ ասում, Տեր, խնդրում եմ քեզ, քո հոգին երբեք վեր չառնես ինձանից։ Այսօր մենք, Տեր, գալիս ենք քո առջև եւ ասում ենք, մենք քեզ ենք ուզում, մեր Աստված, փոխիր մեր էությունը, փոխիր մեր չար բնավորությունը, փոխիր մեր սովորույթները, Տեր, որ երբեմն մենք մեր սովորույթների պատճառով կործանվում ենք, փոխիր, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից, իմ Աստված։ Շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ։ Ինչ մեծ է քո անունը։ Արի եւ խառնիր ջրերը, Տեր։ Արի եւ նորոգիր մեր հոգիները, Տեր։ Արի եւ իրավունք արա մեզ ապրելու քո տան մեջ, Տեր։ Այն մեծ գործին մեզ մասնակից արեցիր, Տեր, այն մեծ գործին, Տեր, եւ իրավունք արեցիր քո անունով ներկայանալու, Տեր, այս երկրի մեջ, իրավունք արեցիր քո անունը մեր շուրթերի վրա կրելու, մեր Աստված, քո անունը, որ վեր է բոլոր անուններից, քո անունը, Տեր, որ քանդում է ամբողջ խավարի գործերը եւ, Տեր, շատ շատերին նորոգում է, շատ շատերին կանգնեցնում է, շատ շատերին վերականգնում է, քո անունը, մեր ամենակարող Աստված։ Ինչ մեծ ես դու։ Շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից այս հրաշալի մարդկանց համար, այս ծառայողների համար, այս եկեղեցու համար, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից, մեր ամենակարող Աստված։ Ամբողջ փառքը քեզ ենք տալիս, Հայր։